Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ, ես Գեորգի Թումասյանն եմ Թբիլիսիից Վրաստանից եւ այսօր ձեր հետ միասին մենք կխոսենք Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ստեղծված իրավիճակի մասին, կան կարևոր փոփոխություններ եւ մենք պետք է իհարկե գնահատական տանք եւ վերլուծենք այդ նոր իրավիճակը, որը ստեղծվել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում անպայման լայքեք այս մեր վերլուծությունը, ինչպես նաև բաժանորդագրվեք, դրեք զանգակը, գրեք մեկնաբանությունները, սա կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքի նկարագրությունում նշված հնարավորությունների միջոցով, անցնենք բուն թեմային։ Հարգելի հայրենակիցներ, Պաուտինը հատուկ օպերացիայից հետո, որի մասին մենք մանրամասն ձեր հետ խոսել ենք եւ որի արդյունքները շատ բարձր են, եւ դա իհարկե մեծ հաղթանակ է Ուկրաինայի համար, կարելի ասել Ուկրաինայի հզոր դիրքերը այս գործընթացում, պատերազմային գործընթացում շարունակվում են եւ իրավիճակը ի նպաստ Ուկրաինային է զարգանում այս պահին։ Առաջինը Ուկրաինան խոցել է F-16-ի միջոցով Su-35 ռուսական Կուրսկի շրջանում սահմանի գոտում, որտեղ որ ռուսները Սումիի ուղությամբ Ուկրաինայի առաջընթաց են փորձում ապահովել, հիշում եք Սուջայի ուղությունով, որը Կուրսկի շրջան է, ռուսական կողմը կարողացավ վերականգնել գրեթե ամբողջությամբ, ոչ ամբողջությամբ, բայց մեծ մասը այդ տարածքի, որը գրաված էր Ուկրաինայի կողմից եւ հիմա հակահարձակման նպատակով անցել է Ուկրաինայի կողմը սահմանի եւ փորձում է շարժվել դեպի Սումի։ Այդտեղ Su-35 կործանվեց 3 ուկրաինական F-16-ի միջոցով օդ-օդ հատուկ հրթիռի միջոցով։ Ինչու է սա շատ կարևոր, սիրելի հայրենակիցներ, որովհետև մենք էլի վերադառնանք եւ մենք այս ամեն ինչին նայում ենք առաջի հերթին այն աչքերով, ինչպես է սա մեզ վերաբերվում։ Վրաստանին ուղիղ չի վերաբերվում, Վրաստանը Su-25-ներից են կողմ որևէ բան չունի եւ ցավոք չի ուզում զարգացնել այսօրվա իշխանությունը, բայց մենք հուսով ենք, որ երբ Վրաստանում լինի ազգային իշխանություն, ապա մենք նաեւ մեր պետությունը ամեն ինչ կանի, որ մենք էլ զարգանանք այդ առումով։ Այս պայն այդ ուղղությունով քայլեր չկան։ Հայաստանը հակառակը զարգացնում է այդ ուղղությունը եւ Su-30SM-ները եղել են եւ մնում են Հայաստանի առաջնահերթությունը, հատկապես Հնդկաստանի հետ միասին զարգացնելու, բայց մենք գիտենք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը նաև օգտագործել եւ կիրառել է F-16-ներ, որոնք Թուրքիան տրամադրել էր Ադրբեջանին։ Ուստի F-16-ները, եթե ապացուցում են իրենց արդյունաբերությունը եւ էֆեկտիվության բարձր մակարդակը աստիճանը Su-35-ների դեմ, ապա Su-30-ների դեմ այդ արդյունքը իհարկե նաև կա եւ տրամաբանական է սա։ Բացի դրանից մենք գիտենք, որ F-16-ները ուներ Պակիստանը եւ նաև կիրառել է այս պատերազմային գործողություններում մյուս կողմից նաև Su-30-ներ էր հնդկական կողմում։ Ուստի սա մեր համար նաև եւս մեկ անգամ ապացույց է նրա, որ ամերիկյան ինքնաթիռները F-16-ները նույնիսկ շատ ավելի զարգացած են եւ հզոր են, քան թե ռուսական նույնիսկ Su-35-ները։ Սա հարց համար 1։ Երկրորդ կարևոր հարցը Ուկրաինան կարողացել է խոցել Ռուսաստանի տարածքում 3 Իսկանդերի համակարգ։ Սա նաև շատ կարևոր զարգացում է, որովհետև այսպիսի բան տեղի չի ունեցել վաղուց, Իսկանդերին մի քանի րոպե է պետք դուրս գալ եւ կրակել եւ դրանից հետո վերադառնալ։ Ուկրաինացիք կարողացել են մի կերպ պարզել հստակ ժամանակը, վայրը հետևել եւ հստակ հարված հասցնել ոչ միայն 3 Իսկանդերն է խոցվել, այլ բոլոր զինծառայողները, մոտավորապես 10-ից ավելի մասին է խոսքը, որոնք սպասարկում էին այդ Իսկանդերը, որոնք մասնագետներ են այդ Իսկանդերը, իրանք զոհվել են։ Եվ սա նշանակում է, որ այս ընթացքում Ուկրաինան նաև ապահովել է լուրջ հարված Ռուսաստանի, որովհետև Իսկանդերի համակարգներ են էլ 3 համակարգ եւ խոսքը գնում է հենց համակարգի, որը կրակում է, իսկ գիտեք, որ հրթիռը շատ ավելի էժան է, քան համակարգը, որը կրակում է եւ շատ ավելի հեշտ է հրթիռ արտադրել, քան թե համակարգը, դա պարզ է այնպես էլ։
Բացի դրանից Ուկրաինան կարողացել է դիվերսիոն գործողություններ վարել եւ դրա շնորհիվ օկուպացված տարածքներում կարողացել է ուրեմն երկաթուղու վնաս հասցնել, որի հետևանքով խոցվել է մի լուրջ քանակի տանկեր եւ BTR-ներ եւ ուրիշ ուրեմն զինտեխնիկա։ Ի պատասխան այս ամբողջ շղթայի գործողությունների Ռուսաստանը ակտիվ հարվածներ է հասցնում ուկրաինական քաղաքների վրա, հատկապես Սումիի վրա եւ Խերսոնի վրա վերջերս, բայց ուկրաինական կողմը նաեւ հետաքրքիր է այն փաստը, որ ԱԹՍ-ներ է շարունակում կիրառել Ռուսաստանի ուղղությամբ եւ 3 Դոմոդեդովայի եւ Վնուկովայի օդանավակայանները Մոսկվայում փակ էին այն պատճառով, որ դրոների հարվածներ էր տեղի ունենում դեպի Ռուսաստանի մայրաքաղաք։ Ընդհանուր առումով այս զարգացումները ցույց են տալիս, որ այնպես չի զարգանում իրավիճակը, ինչպես պլանավորված էր Ռուսաստանի կողմից, եւ ես կարծում եմ, որ սա նաեւ նշանակում է այն, որ Ուկրաինան ունի ծրագրեր նրա, թե ինչպես հասցնի Ռուսաստանին ոչ սիմետրիկ եւ ոչ պրոպորցիոնալ հարվածներ, որի միջոցով կստեղծի լուրջ խնդիրներ։ Ճակատում, որը շարունակվում է մնալ թեժ, այդտեղ իրավիճակը ի նպաստ Ռուսաստանի է եւ մի քանի ուղղությունով փոքր առաջընթաց ունի Ռուսաստանը, դա Պոկրովսկի եւ Դոնբասի այդպես կոչված գլխավոր ուղղությունն է, որի մասին մենք բազում անգամ ձեր հետ խոսել ենք, Կուպյանսկի ուղղությունով նաեւ կա մի փոքր առաջընթաց, Սումի ուղղությունով կարծես իրանց խորացումը, որը մի քանի կիլոմետրով տեղի ունեցավ սահմանից ներս, կանգնած է այս պահին։ Գիտենք, որ Ուկրաինան է սկսել նոր ուղղություն, Ծյոտկինայի ուղղությունը, դա իրականում նոր չէ, շատ անգամ են ուկրաինացիք Ծյոտկինան գրավե, բայց հետո հետ քաշվե, հիմա նորից Ծյոտկինան գրավում են ուկրաինացիքը, որը Ռուսաստանի տարածքում է գտնվում։ Ընդհանուր առումով կարելի ասել, որ իրավիճակը այնպիսին է, որ որևէ սպասելիք նրա, որ այս պատերազմը կկանգնի չկա, բայց Ուկրաինան ցույց է տալի իրոք հերոսական պայքար եւ այդ հերոսական պայքարը շատ կարեւոր է բոլորի համար, ուկրաինական պայքարի վրա է կախված Մոլդովայի, հուսով եմ նաեւ Բելարուսի եւ իհարկե Վրաստանի եւ Հայաստանի եվրոպական ճակատագիրը եւ պետություն լինելու ճակատագիրը Ուկրաինայի հաղթանակի վրա է կանգնած, ուստի իհարկե ռուս ֆաշիստներին, ոչ ռուսներին, այլ ռուս ֆաշիստների դուրը չի գալի այն փաստը, որ մենք բոլորս աջակցում ենք Ուկրաինային, որովհետև Ռուսաստանը ֆաշիզմի ճանապարհով է գնում, ցավոք, այն ճանապարհով, որի դեմ իր ժամանակ մեծ ներդրում ենք ունեցել մեր նախնիները բոլորը պայքարելու, հիմա Ռուսաստանը գնում է հենց ֆաշիզմի ճանապարհով եւ ասեմ ձեզ, որ ուկրաինացիքի պայքարը իրոք ոգևորիչ է եւ սրանով կարող եմ ասել, որ մենք կշարունակենք ակտիվորեն հետևել զարգացումներին Ուկրաինայում։ Շնորհակալ եմ ուշադրության համար, անպայման լայքեք մեր վերլուծությունը, կհանդիպենք